Բժիշկների ընտանիքի արժանի հետնորդ իր ոլորտի լավագույն ներկայացուցիչ յուրահատուկ կին։ Ավելացնեմ, նաև ակնաբուժության մեջ առաջամարտիկ, աչքի լույսի պես է պետք պահել նման մարդկանց։ Ուշադրություն դեպի էկրան։ Լինել մասնագիտության նվիրյալ, կերտել կենսագրություն, որի էջերում ձեռքբերումներն ու նվաճումներն են, կոչումով բժիշկ, Թամազյանական ոսկե կոդի կրող, Լուսինե Բեկիրսկա Թամազյան, անհատ, ով սերում է Թամազյանական հայտնի տոհմից եւ իր գործունեությամբ պատվով շարունակում տոհմական այն ճյուղը, որը ժառանգել է։ Ակնաբուժության մեջ Լուսինե Բեկիրսկա Թամազյանի անունը քաջածանոթ է բոլոր նրանց, ովքեր վերագտել են աչքի լույսը բժշկուհու շնորհիվ։ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային բաժանմունքի վարիչ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ Լուսինե Բեկիրսկա Թամազյանը Հայաստանում առաջիններից էր, ով 2001 թվականին 25 տարի առաջ կատարեց աչքի էքսիմեր լազերային վիրահատություն։ 2009 թվականից սկսած արդեն 15 տարի Լուսինե Բեկիրսկա Թամազյանն առաջինն է նաև, ով բուժում, վիրահատում է հայերի շրջանում հաճախ հանդիպող կերատոկոնուսը։ Լինելով միկրովիրաբուժության մեջ առաջատար բժիշկ, Լուսինե Բեկիրսկա Թամազյանն ընտրել է կատարելագործման ուղին։ Մասնագիտական բազմաթիվ վերապատրաստումները, գիտաժողովները եւ հանդիպումները բժշկուհու կենսագրության կարևոր էջերից են։ Նա ոչ միայն հայ ակնաբուժության զարգացման առաջամարտիկն է, այլև իր ներդրումն ունի ակնաբուժության ճյուղի զարգացման գործում։ Բժշկուհու գործունեությունը բազմիցս գնահատվել է։ Լուսինե Բեկիրսկա Թամազյանն արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների, իսկ ամենից բարձր գնահատականը աչքի լույսը վերագտած բազմաթիվ բուժառուների երախտագիտությունն է։ Լուսինե Բեկիրսկա Թամազյան, Թամազյանական տոհմի արժանի հետնորդ։ Կարող եմ ցանկանալ բոլորիդ, որպեսզի ունենաք նաև իմաստավորված հայացք, եթե կա անհրաժեշտություն շտկելու, լազերային շտկում կատարելու, որպեսզի ամբողջ գունապնակով կարողանաք ըմբոշխնել գարնանային այս գեղեցիկ գույները, այս ծաղիկները եւ ձեզ շրջապատող ձեր հարազատներին։ Եվ թող շատ լինեն ձեր ընտանիքներում առիթները մեկը մյուսին ասելու, աչքդ լույս լինի եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Տոհմիկ բժիշկ անվանակարգում կոչումը կին ոսկեկոդ 2025 մրցանակը շնորհվում է ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա Թամազյանին։ Մրցանակը ստանալու համար բեմ եք հրավիրում Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ, Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա Թամազյանին։ Իսկ մրցանակը կհանձնի կենտրոն հեռուստաընկերության գլխավոր օպերատոր Վարկանիշ ամսագրի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանգյանը։ Իդեպ Ռոբերտ Ֆրանգյանը 13 տարեկանից աչքի լույսը վստահել է հենց Լուսինե Բեկիրսկա Թամազյանին։ Ես ողջունում եմ բոլորիդ, շատ հաճելի է այստեղ տեսնել իմ սիրելի մարդկանց եւ իմ սիրելի Վարկանիշ այս մեծ կոլեկտիվը, ովքեր որ չեն մոռանում եւ ժամանակ առ ժամանակ հիշելով գնահատում են մեր համեստ գործը։ Ես կուզեմ իմ շնորհակալությունը ասեմ իմ բազմաթիվ հիվանդներին, ովքեր հավատարիմ են եւ վստահում են ինձ, Ռոբերտ ջան, շնորհակալ եմ, իրոք քո ձեռքերից ստանալ այս մրցանակը շատ ավելի պատվաբեր է եւ պատասխանատու։ Ես կուզեմ այս մրցանակը նվիրել իմ հայրիկի հիշատակին, դուք բոլորդ շատ լավ գիտեք։ Վիրաբույժ, ես չեմ ասի էպիցետներ, հա, դուք եք տվել նրան էպիցետները, որտեղ մինչ այսօր հիշում եք իրեն, ուղղակի կասեմ վիրաբույժ Համլետ Թամազյանի հիշատակին եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն ասել իմ մայրիկին, վաստակավոր բժիշկ, գինեկոլոգ մանկաբարձ այստեղ ներկա Անժելա Թամազյանին։ Եվ ինչպես միշտ իմ այցեքարտ հանդիսացող բանաստեղծությունը պիտի ասեմ,
որը գրել եմ 30 տարի առաջ իմ աղջկա ծննդյան օրը Միմի Ռիման, ով էստեղ է նույնպես գտնվում, կոչվում է հայրենադարձ։ Ուղղակի պիտի ասեմ, որ այդ բանաստեղծությունը դարձել է այսպես սիմվոլ եւ 30 տարվա մեջ գրեթե ոչինչ չի փոխվել, կոչվում է հայրենադարձ։ Ես ուզում եմ կոչ անել, որ մեր երիտասարդները, ովքեր գեղեցիկ են, խելացի են, հավատարիմ են իրենց բոլոր արժեքներին եւ իրենց հայրենիքին, չլքեն հայրենիքը եւ վերադառնան հետ, ովքեր որ այստեղ չեն։ Հայրենադարձ։ Ոչ միտեղ գնալ ես չեմ ցանկանում։ Իմ տունը այստեղ է, այս անապատում, որքան հաճելի մեզ հեռվից թվան ուրիշ քաղաքներն աշխարհի օտար, մերը չեն դրանք։ Մենք այնտեղ մենակ, գորշ ձմռան նման անգույն կյանք կանենք, ուրիշի հողը կվարենք ու ցանենք, պտուղներն հասնեն, բայց համ չունենան, մեր թորներն այնտեղ օտար կմնան։ Որքան էլ նրանց նմանվելու զենան, որքան էլ նրանց ընդօրինակեն, չեն կարող դառնալ նոր աշխարհաշեն։ Մենք մեր տունն ու հողը պիտի ծաղկեցնենք, վայելենք, սնենք, ոտքի կանգնեցնենք, չէ որ նոր սերունդ պիտի այստեղ ապրի։ Օգնեցեք նրան, որ շատ չտանջվի, որ սիրի երկիրն ու վստահ լինի, թե վաղվա օրը լավ բան կբերի, որ աչքը նորից դրսում չլինի։ Չնայած մեր հին սովորությունի դարեր շարունակ հեռավոր երկիր ձգել է ուժ անհասկանալի։ Ծաղկեցրել ենք մենք օտարի այգին, մերն էլ թողնելով անդառնալի։ Ուրիշի հողն ենք առատ ջրել, մեր եղած լավը թքել ու մրել։ Ժամանակը չէ մեզ արդյոք հայեր թողնել եւ լքել ուրիշ երկրներ։ Հավաքվենք այստեղ, մեր հողի վրա։ Չնայած չգիտեմ, թե ինչ դուրս կգա։